Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եղբայրներ եւ քույրեր։ Այսօրվա պատգամը վերնագրված է հետևյալ բառերով. տիեզերքի մեծագույն հիմարությունը։ Փորձենք պարզել ինչ է իր մեջ շարունակում հիմարություն բառը։ Հետևյալն է. անխելք, ապուշ, անմիտ, տխմար, տխմանամիտ, դատարկագլուխ, բթամիտ եւ տավարից ցավ։ Սա Սուքիասյան բառերանից եմ հանել այս հոմանիշները։ Եղբայրներ, քույրեր, բոլորովին թող զարմանալի չթվա այս բառի գործածումը, քանի որ այս հիմարություն բառը սուր գրային բառ է եւ գրված է շատ համարների մեջ, մոտավորապես 200-ից ավել համարների մեջ գրված է այս բառը։ Առակած 28-րդ գլուխ 8-ից 9 համարներում տեսեք ինչ է գրված։ Ով որ չարություն անել կմտածե, ուղղակի կմտածի, անիկա նենգամիտ պիտի կոչվի, հիմարության խորհուրդը մեղքն է եւ ծաղր ընողը մարդոս զզվելի է։ Ուրեմն հիմարության խորհուրդը մեղքն է։ Հիմարության պատճառով է գալիս մեղքը, եղբայրներ, քույրեր։ Հիմա մենք ունենք Սուրբ գրքի մեջ մի օրինակ կոնե, որին վերաբերում է այս բառերը։ Ես պետք է փորձեմ կարդալ Եսայի մարգարեությունից 14-րդ գլուխ։ 12 համարից պետք է կարդամ։ Ով արտուն ծագող արուսյակ, ինչպես երկինքեն ինկար, մինչև գետնը կործանեցար, դուն որ ազգերը նկուն կնեիր, դուն սրտիդ մեջ ասած էիր, ինքը չբարձրաձայնեց, ուղղակի իր մտքի մեջ, սրտի մեջ մտածեց։ Երկինք պիտի ելեմ, իմ աթոռս Աստծո աստղերեն վեր պիտի բարձրացնեմ, հավասարել չէ, վեր։ Եվ ժողովքի լեռը հյուսիսի քովերը պիտի բնակիմ, ամպերու բարձրությունները պիտի ելնեմ, բարձրելուն պիտի նմանվեմ։ Այսինքն սուր երրորդությանը։ Բայց ահա դժոխք կիշնես գուվին խորունկ տեղերը, քեզ տեսնողները քու վրա պիտի զարմանան ու քեզ նայելով պիտի ասեն, այս այն մարդն է, ուշադրություն, մարդ, այս այն մարդն է, որ երկինք կսասաներ, թագավորությունները գդողացներ։ Սա եղավ այդ հիմարության հետևանքները, եղբայրներ, քույրեր։ Հիմարություն, որի հիմքում մեղքն է։ Փոխարենը, տեսեք Սաղմոսի գրքում ինչ է գրված։ Սաղմոս 89-րդ գլուխ 11-ից 14 համարներից պետք է կարդամ։ Վասնզի ներողություն քու գտե երկինքը եւ քու գտե երկիրը դու հիմնեցիր աշխարհը ու անոր լիությունը հյուսիսը եւ հարավը դուն ստեղծեցիր արդարությունը ու իրավունքը քու աթոռի հիմն է Աստծո աթոռի հիմը արդարություն իրավունք ողորմությունը ճշմարտությունը քու երեսիդ արժևեն կերտա ճշմարտությունը Տեր Հիսուս Քրիստոս ինքն է ես եմ ճշմարտությունը ուրեմն երկու տեսակի բնորոշում տվեց Սուրբ Գիրքը մեզի մի դեպքում արդարություն եւ իրավունք իսկ մյուս դեպքում հիմարություն եւ մեղք ուրեմն հիմարություն որը կատարվեց որտեղ երրորդ երկնքում այսինքն Աստծո դրախտի մեջ երբ այն ժամանակ երկրորդ առաջի երկինքը երկրորդ երկինքը գոյություն չուներ գոյություն ուներ միմիայն երրորդ երկինքը Աստծո թագավորությունը անմերձանալի լույսերի մեջ բնակվող միակ ամենակալ հզոր Աստված Տեր Եհովան Հայրը Որդին եւ Սուրբ Հոգին Հենց երրորդ երկնքում էլ կատարվեց առաջին մեղքը չարությունը եւ անհնազանդությունը ինչպես կարդացինք
Եղբայրներ քույրեր, քսանչորսերորդ գլուխ, ով որ չարություն անել կմտածի, ուղղակի կմտածի, անիկա նենգապի նիտվիտի կոչվի, հիմարության խորհուրդը մեղքն է։ Հիմարության գաղտնիքը մեղքն է, եղբայրներ քույրեր, որի պատճառով ամբողջ տիեզերքում մեջտեղ եկավ մեղքը, մեղք ասվածը։ Ինչ է մեղքը։ Ուրեմն որևէ խորհուրդ, որևէ որոշում, խոսք, գործ, որը հակասում է, հակառակ է Աստծո կամ Աստծո օրենքին, համարվում է մեղք։ Եվ գրված է մեղքի վարձքը մահ է։ Եղբայրներ քույրեր օրինակի համար Տեր Աստված գետնի հողից վերցրեց եւ մարդուն ստեղծեց եւ արու եւ էգ ստեղծեց, որպեսզի ինչ լինի, որպեսզի բազմանան եւ աշխարհը լցնեն։ Բայց այսօր ինչ ենք տենում, արդեն 6000 տարի է, Սատանը ամբողջը փոխել է հակառակ ձևով, միասառականությունն է զարգացրել եւ այսօր տեսնում ենք մեղք, որի պատճառով մարդիկ ուղղակի խայտառակություն են գործում, եղբայրներ քույրեր։ Եվ գրված է Հռոմեացիս 6:23 համարում մեղքի վարձքը մահ, դրա համար ամբողջ մարդկությունը մեռնում են։ Հենց մեղքի պատճառով բոլորս մեռնում ենք, տեսեք ինչ գրված Ծննդոց 2-րդ գլուխ 16 համարը։ Ինչ են կարծում։ Եվ Տեր Աստված պատվիրեց մարդուն, ասելով. Պարտեսի բոլոր ծառերեն համարձակ կեր, բայց չարի, բարի ու չարի գիտության ծառերեն մի ուտեր, քանի այն օրը որ ուտես, անշուշտ պիտի մեռնես։ Եղբայրներ քույրեր, եւ մեղքը գործվեց, չնայած Ադամը 930 տարի ապրեց, մարմնով մեռավ։ Ուրեմն, ուստի, երբ ոչինչ գոյություն չուներ, ամբողջ տիեզերքում դատարկություն էր ընդամենը, գոյություն ուներ միմիայն անմերձանալ լույսերի մեջ բնակվող, ամենակալ, ամենակարող, ամենազոր ստեղծիչ հզոր Աստվածը, որի անունն է Էլոհիմ, եբրայերեն բառը, որը հոգնակի բառը իր մեջ պարունակում է մեկից ավել անձնավորություններ, այսինքն բնագրում գրված է Աստվածներ, Եհովան, Սուրբ Երրորդությունը, որը ստեղծել էր ամբողջ հոգեղետ աշխարհը հրեշտակներին, որից հետո երկիրն ու երկիրը։ Ուրեմն բուն երրորդ երկնքում Աստծո լեռան վրա կատարվեց տիեզերական հիմարությունը, որը համարվում է մեղք։ Տիեզերական հիմարի միջոցով։ Ինչ որ մեկը, որը ստեղծված մեկն էր Աստծո ձեռքով, որին Աստծո խոսքը ներկայացնում է իրեն ծածկող քերովպե, կարդանք Եզեկիելի մարգարեության 28-րդ գլուխ։ Տեսնենք ինչ է գրված։ 28-ից կարդամ։ Դուն տարածված ու ծածկող քերովպեն էիր, ու ես քեզ դրի, Աստված ստեղծեց ու դրեց որպես կառավարիչ իր հատակավորության մեջ։ Դուն Աստծո սուրբ լեռան վրա էիր, դուն հրեղեն քարերու մեջտեղ կպտտեիր, դու ճամփաներուդ մեջ կատարյալ էիր։ Քու ստեղծված օրդ մինչև այն օրը, երբ քու վրատ անօրենություն գտնվեցավ։ Եղբայրներ քույրեր, ինքը ստեղծված մեկն է։ Ընդամենը ստեղծված մեկը Աստված ստեղծեց, որպես իրեն ծածկող քերովպե եւ կառավարիչ դրեց իր թագավորության մեջ։ Իր սրտի մեջ ու մտքի մեջ իր ուժերից, կարողություններից վեր մի բան մտածեց, խելացնոր մի բան, խելագարության հասնող, ասեցին մի բան անցկացրեց իր մտքով, որն էր դա, թե ես Աստված եմ։ Ես Աստված եմ։ Եղբայրներ քույրեր, ինչ կարդացինք առակած թղթի մեջ, եթե մեկը կմտածե, նենգություն կմտածե իր մտքի մեջ,
իր գաղտնիքը հիմարությունն է, մեղքի գործը հիմարությունն է։ Այս խորհուրդը համարում մեղք, քանի որ ինչի համարում մեղք, ես կարդամ ինչի համար։ Տեսեք, Գելիս գրքում գրված է այդտեղ տողերը։ 20-րդ գլուխ։ 20-րդ գլուխ։ Ես եմ Եհովան, քո Աստվածդ, որ քեզ Եգիպտոսի երկրեն ծառայության տունն հանեցի։ Ինձ մեզատ ուրիշ աստվածներ չունենաս, այսինքն 9 կատյոնի, պիղծ երրորդուցը սատանան, ները և պիղծ ոգին, եղբայրներ քույրեր։ Եվ օրինաց գրքում, տեսեք ինչ է գրված, 32-րդ գլուխ։ Եվ հիմա նայեցեք, որ միայն ես եմ, ինձ մե ուրիշ աստված չկա, ես կմերցնեմ ու ես կապրեսնեմ։ Ինչ հիշացնում է սամարները մեզ, ես կմերցնեմ, ես կապրեսնեմ։ Տեր Հիսուս ինչ ասեց, ես իշխանություն ունեմ կյանքը դնելու և իշխանություն ունեմ հետ առնելու։ Այսինքն ես եմ, որ ասված հավիտենական, դա ներկայացնում է Տեր Հիսուս Քրիստոս։ Ես կզարնեմ ու ես կբժշկեմ, ու իմ ձեռքս ազատող չկա, քանզի ձեռքս երկինք վերցնելով կսեմ, ես հավիտյան կենդանի եմ։ Ահա միակ Աստված գոյություն ունի և հելավ մեկ ասեց ես Աստված եմ։ Հիմա տեսնենք ինչ է ճշմարիտ ես եմ միակ Աստված Աստծո անունը։ Ես ուզում եմ կարդալ առաջի Հովհաննես 5-րդ գլուխ և 19 համարից, տեսեք, գիտենք, թե մենք աստոցմե ենք ու բոլոր աշխարհը չարի մեջ, յուրաքանչյուր մեկը, որը Հիսուսը չունի իր անտերի փրկիչ, ինքը աշխարհի մեջ է և չարի մեջ է։ Գիտենք, թե Աստծո որդին եկավ ու մեզ կարողություն տվավ, մենք կարողություն չունենք մեզի փրկելու, որպեսզի ճշմարիտը ճանաչենք։ Մենք այդ ճշմարիտի մեջ ենք Հիսուսի մեջ, իր որդին Հիսուս Քրիստոսի մեջ, անիկա է, ուշադրություն, ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը, Հիսուս հավիտենական հզոր Աստված է, եղբայրներ քույրեր։ Իրանից զատ Աստված չկա, գոյություն չունի։ Եվ քանի որ ճշմարիտ Աստծո զատ ուրիշ Աստված չկա, հետևաբար այս խորհուրդը իրեն համար, սատանայի համար, ուղղակի ցնորք էր և է։ Անիրագործելի էր և է, անհասանելի էր և է, անկարելի էր և է, անիրատեսական էր և է, հավիտյանս հավիտենից։ Մի խոսքով, ստեղծված մեկի համար, որ ստեղծված ընդամենը, դա իր ուժի և կարողության բանը չէր և չէ։ Մի խոսքով, ստեղծված մեկի համար, դա իր ուժի և կարողության բանը չէ, անգամ իր խելքի բանը չի, իր իմաստության բանը չի և չէ, քանի որ ինքը Աստված չի և վերջ, Աստված չի վերջակետ։ Այս փաստը մեկ կնմիշտ հիշենք, ինքը ստեղծված մեկն է և է, և այս փաստը երբեք չի փոխվում։ Ես մի համար պետք է կարդամ հիմա Եսայի մարգարեությունից, եղբայրներ քույրեր։ Տեսեք ինչա գրված, Եսայի 14-րդ գլուխ։ Եկ 24 համարվա։ Զորքերի Տերը երթու մնավ ուսավ։ Զորքերի Տերը ումը երթու մնավ, քանի որ այդ ժամանակ դատարկություն էր տիեզերքում, գոյություն ուներ միայն Սուրբ երրորդությունը, երրորդ երկնքում։ Սուրբ երրորդությունը իր մեջ երթու մնավ, ուսավ, ինչ ցեց, ինչպես ծրագրեցի, անշուշտ այդպես պիտի ալա։ Եվ ինչ որ որոշեցի, այդ պիտի լինի։ Բոլոր երկրի համար որոշված նախասահմանությունը ասիկա է։ Ասված նախասահմանել հավիտենական դերից առաջ։ Բոլոր ազգերի վրա երկնցած ձեռքը ասիկա է։
Քանի որ զորքերի տերսը նախասահմանեց ով կրնա զանիկա խափանել անոր ձեռքը երկեցած է ով կրնա զանիկա դարձնել եղբայրներ քույրեր այս նախադասություններից հետո ծիծաղելի է ուղղակի մտածել որ սատանան ասում է ես Աստված եմ չես Ինչպես տեսանք այս մարդը տեսավ իր գեղեցկությունը որտեղ Աստված իրան կատարել է գեղեցիկ էր ստեղծել Եվ իմաստությունը որ գրված է իմաստությամբ լեցուն էր Ինքը շփոթվեց այս մարդը ուղղակի շշկրվեց եւ իր մեջ հղացավ հետեւյալ միտքը թե ես Աստված եմ մոռացավ այն բան որ ինքը ընդամենը ստեղծված մեկն է Ինքը նայեց իր դիրքին, որ կառավարիչ էր, մյուս հրեշտակների վրա կառավարում էր։ Բոլոր առավելություններին նայեց եւ ինչ ասեց, ես Աստված եմ, ինչով եմ պակաս ասուց։ Եղբայրներ քույրեր, հիմա ինչ ասենք այս մարդուն մենք։ Պակաս է սով սատանա, այն էլ ինչքան ես պակաս։ Պատասխանը միանշանակ Աստծո խոսքով։ Առակաց 15-րդ գլուխ տեսեք ինչ է գրված եղբայրներ քույրեր 26 համարը չար մարդուն խորհուրդները տիրոջ առջև պիղծ են չար մարդու խորհուրդները տիրոջ առջև պիղծ են պիղծ բառը հետևելն է անսուրբ Սրբապիղծ, գարշելի, զզելի, այլանդակ լկտի կեղտոտ, սա է սատանայի վիճակը։ Ուրեմն Աստված սատանա չստեղծեց երբեք, ինք ուղղակի դարձավ, քանի որ գրված է Եզեկիել 20:11-14։ Ես նորից ուզում եմ կարդալ։ Տիրոջ խոսքը ինձ եղավ ասելով, որդի մարդո Տիրոսի թագավորի վրայով ողբա ուս է։ Տեր Եհովան այսպես կսե, դու որ կատարելության կնիկն ես։ Աստված կատարել ստեղծեց այս մարդուն։ Իմաստությամբ լեցուն, գեղեցկության մեջ կատարել, ուշադրություն դարձեք։ Գեղեցկության մեջ կատարյալ, բայց իմաստությամբ լեցուն, ոչ թե կատարյալ։ Դուն ասո դրախտի մեջ, ջեդեի մեջ էիր, քուց ասկոսդ ամենեն պատվական քարերեն էին, սարդիոն, տպազիոն, Եվ այլն շատ թանկարժեք գարերով։ Եղբայրներ քույրեր, այս մարդու թիկնոցը միայն թանկարժեք քարերից էր պատրաստված եւ ինքը զարմացել էր։ Հիմա տեսնենք մի թերթ առաջ կարդանք։ Տեսեք ինչ ասում է մարդը։ Ով Տիրոս դու նսիր Ես գեղեցկության մեջ կատարյալ եմ։ Այս մարդը ասում է ես գեղեցկության մեջ կատարյալ եմ։ Ուրեմն Աստված արուսակին ստեղծեց կատարյալ գեղեցիկ։ Բայց այս մարդը ինչ ասում։ Ես գեղեցկության մեջ կատարյալ եմ։ Ինչ է սա։ Փառալ սիրություն, անձնասիրություն եւ գարշելի Աստծո առջև։ Ընդամենը Ուստի տպավորությունն ցավոց ինքն է իրան ստեղծե, ինքն է այս ամեն ինչի հեղինակը։ Հիմա հարց. ով սատանա։ Դու ով ես։ Ով ես դուն, որ կարողանաս այդպիսի մի էակ ստեղծես, որի նմանը չի եղել։ Արդյոք դու կարողանում ես այդպես բան, դու ոչ մի բան չես ստեղծել քանդելուց ավելուց բացի։ Պատասխան չկա եղբայրներ քույրեր։ Ինքը ոչինչ չի ստեղծել։ Մենակ ավիրել, ապականել է։ Ես իբրև շարքային հավատացյալ, հավատքով արդարացած լինելով, Քրիստոսի սուրբ արյան արժանիքով սրբված, Աստված ինձ եւ բոլոր ապաշխարած հավատացյալներին հավատացյալ մարդ իշխանություն տվեց ասո, որտի կոչվելու գրված է։ Եվ հենց այս իշխանությամբ էլ որ Աստծոց պես ստացել ենք մենք։ Ես հարց եմ տալիս։ Այս սրիկա ստախոսն ենք մարդուն։ Ով ես դու իրականում։
Ով ես դու вообще։ Եզեկել 28-րդ գլուխ 6-ից 10 համարներում գրված է։ Կարդանք միասին։ Այսօր համար Տեր Եհովան այսպես սկսե։ Հիմա լսեք։ Որովհետև դուն քո սիրտդ Աստծո սրտի տեղ դրիր։ Այս մարդը ստեղծված ելելով ինք իրան Աստված է հռչակում։ Ատոլ համարես քու վրա տոտալներ, ազգերու բռնապետներ պիտի բերեմ։ Անոնք քու իմաստություն, գեղեցկությանը սուրերին պիտի քաշեն ու վայելչություն պիտի ապականեն։ Եղբայրներ քույրեր, պիտի ապականեն։ Քեզի գուբը պիտի իջեցնեն ու ծոյին մեջտեղ վիրավորներու մահով պիտի մեռնես։ Որովհետև դու մարդ ես եւ մարդու պես էլ պիտի մեռնես, ով սրիկ անձնավորություն։ Միթե քեզ սպանողներին առջև պիտի կրնաս ասել, թե ես Աստվածն եմ։ Դու քեզ մերցնողների ձեռքի մեջ մարդ պիտի լաս ու ոչ թե Աստված։ Օտարների ձեռքով անթլպատներ ու մահով պիտի մեռնես, քանզի ես խոսացի, կսե Տեր Եհովան, փառք իրա մեծ պատվական անվանը եղբայրներ քույրեր։ Աշխարհի պատմության մեջ ամբողջ տիեզերքում միայն մեկը կա, միայն մեկը, որ իրավասու է եւ իրավունք ունի ասելու ես եմ։ Սաղմոս 68, կարդանք միասին, տեսնենք ինչա գրված։ Սաղմոս 68 Եվ չորս համարը Երկեցեք Աստծո, սաղմոս երկեցեք անոր անվանը։ Ճամփա պատրաստեք ամպերու վրա հեծնողին։ Որուն անունը Եահ է, Եահ, ներքևը գրված է Եհովա։ Եվ ցնծացեք անոր առջև, եղբայրներ քույրեր, ահա, Աստված եւ իր անունը Եհովա, Էլոհիմ։ Հայտնություն 1-7-ից 8 համարներում տեսեք ինչ են կարծում, եղբայրներ քույրեր։ Ամպերի վրա հեծնողին, հիշեք այս բառը։ Ահա ամպերով գուքա։ Ով է գալոցողը, հիմա կարդանք։ Ու ամեն աշկ պիտի տեսնե զանիկա եւ անոր զանիկա պիտի խոցեն եւ նրանք ովքեր խոցեցին այսինքն հրեա ժողովուրդը անոր վրա կոչ պիտինեն երկրին բոլոր ազգերը այո ամեն ես եմ ալֆան եւ օմեգան կսե Տեր Աստված եւ որ է եւ որ էր եւ որ պիտի գա ամենակալը ով է գալացողը Հիսուս Քրիստոս երկրորդ տակամեսը ուր պետք է գա։ Եղբայրներ քույրեր, հետեւաբար տեսնենք ինչ է մեզ հայտնում Աստծո խոսքը։ Ուղղակի հիասթափեցնենք այս անիրավ մարդուն, հիասթափեցնենք սատանա կոչեցյալին։ Ես կարծում եմ Հոբի գրքից 4-րդ գլուխ։ Միթե մարդը, չէ՞ որ կարդացինք, մարդես մարդու պես էլ պետք է մեռնես։ Աստծո առջև արդար կրնալ մարդը արարիչեն ավելի մաքուր կրնալ հարցա տալի ահա անիկա իր ծառերուն չի հավատար իր հրեշտակների վրա պակասություն կգտնե չէ որ սատան հրեշտակ էր հրեշտակապետ էր հրեշտակների վրա պակասություն գտնե ալ ուր մնաց անոնք որ կավե ամաններու տուներու մեջ կբնակվին։ Դա վերաբերում է մեզ, որ այս հողե ամանների մեջ բնակվում ենք, որոնց հետ փոշին մեջ եւ անոնց ցեցեն առաջ կճզվին։ Ուրեմն ինչպես Աստված իր իսկ ստեղծած հրեշտակների վրա է պակասություն գտնում։ Եվ այս մարդին ասում Աստված եմ։ Հետևաբար այս փաստը իրականում ապացուցում է որ գոյություն ունի, եղբայրներ քույրեր, աստվածային սրբություն։
Եվ արդարություն, խաղաղություն Աստվածային եւ արդարություն ուղակի ստեղծվածների համար, որոնք մեկը մյուսից խիստ տարբեր են, անչափելի տարբեր, ոնց որ արևելքը արևմուտքից հեռու է, այդ ձևի իրարից տարբեր են։ Աստվածային բոլոր չափը ոչ մի ձևով չի կարող տեղավորել կամ համատվել որևէ տրամաբանության մեջ աստվածային արդարություն, ճշմարություն, վեր է ամեն խելքից մտքից։ Հովանի 14-րդ գլուխ 27 համար տեսեք ինչ ասում։ Հովանի 14-րդ գլուխ։ Ես կարդամ։ Սանյոթ համարը, եղբայրներ քույրեր, խաղաղություն կթողեմ ձեզի, իմ խաղաղությունս կտամ ձեզի, ոչ թե ինչպես աշխարհը կուտա, ես ձեզի կուտամ, աշխարհի իշխանը սատանան է, չաստվածը, Իսուս ասում, ես իմ խաղաղությունս կտամ, որը շատ տարբեր է աշխարհի բերած խաղաղությունից, այսօր խաղաղություն, վաղը պատերազմ ասկսում։ Ինչպես տեսանք, Աստծո խոսքը շատ հստակ տարբերություններ է աստվածային խաղաղության եւ խաղաղություն, որը տալիս է այս աշխարհը սատանան։ Խափ է, բա միստիկայի մեկը։ Առաջի Կորինթացիս, տեսեք ինչի գրված։ Դուք անկեք Քրիստոս Հիսուսով, որ մեզի, Աստծոն է մեզի, իմաստություն, արդարություն, սրբություն, փրկություն եղավ։ Սա Աստվածային է, Հիսուսից ենք ստացել մենք։ Որպեսզի, ինչպես գրված է, անոր կպարտի տիրոշվով թող պարտի։ Սատանան այս տեսակի խաղաղություն, արդարություն, իմաստություն չունի որտա։ Ուրեմն աստվածային կատարելությունը, իմաստությունը, այս ամենը կլինի միմիայն Քրիստոս Հիսուսի միջոցով։ Միմիայն, եղբայրներ քույրեր։ Ես ուզում եմ մի համար կարդամ։ 28-րդ գլուխ Եսեկել։ Որովհետև քու սիրտը թպարտացավ ու սիր, ես Աստվածն եմ։ Ես ով նշտեղ ասո աթորը կնստիմ, սակայն դու մարդ ես, ոչ թե Աստված, թեև քու սիրտը Աստծո սրտի տեղ դրիր։ Ահա դու Դանիելին իմաստուն ես, բնավ գաղտնիքը քեզն չպահվեց։ Ուշադրություն, Աստծո խոսքը այս սատանա կոչեցյալին հայմատում է Դանիելի պես։ Մեկին, որը ծնվել մեծացել է երկրի վրա, որպես մարգարե եւ մեռել է։ Դու ասում ես Դանիելից իմաստուն ես։ Սա է ռեշտակները մարդիկ են եղբայրներ քույրեր։ Պատրաստված հոգեղետ աշխարհի սկզբունքների հիման վրա։ Ուզում ենք թե չէ։ Սատանան իբրև մեղքի հեղինակ մի բան մտածեց իր սրտում։ Իր համար անիրագործելի եւ գնացուր մեղքի ու մահվան գնաց։ Այո, երկրի վրա կան շատ չաստվածներ, որոնք նորից ստեղծված են մարդու ձեռքով, փայտից, երկաթից, ժեշտից եւ այլն։ Այսինքն կուրքեր, որ մարդիկ պաշտպան, շատ ու շատ կուրքեր։ Ինքը դարձավ այս տարբեր կրոնների հիմնադիրը, սրանց մեղքի հետևանքներն են։ Այս ամեն ինչը մեղքի հետևանքներն են։ Բուդա, Կրիշնա, հինդուիզմ, շինտոիզմ, չգիտեմ, լիքն են։ Ինչու՞մն է սատանայի հիմնական մեղքը։ Ես չեմ զլանում, կարդամ, որովհետև սրանք այս բոլորը շատ կարևոր են եղբայրներ քույրեր։ Դուն սրտիդ մեջ ասած էիր, երկինք պիտի ելեմ, իմ աթորս ասղերեն վեր պիտի բարձրացնեմ։ Ժողովքի լերը հուսիսի քովերը պիտի բնակեմ,
ամպերու բարձրությունների վրա պիտի ելնեմ, բարձրելու պիտի նմանվեմ։ Եվ հետևանքը, բայց ահա դժոխք կիշնես գուբին խորուկ տեղերը։ Քեզ տեսնողները քու վրատ պիտի զարմանան, ու քեզի նայելով պիտի ասեն, էսի այն մարդն է, մարդ։ Որ երկիրը կսասաներ, թագավորները կդողացներ։ Ահա դժոխքը կիշնես, ով սատանա։ Դու լավ գիտես սուր գիրքը, մեզանից էլ լավ գիտես։ Եվ գրված է իմանալով, որ քիչ ժամանակ ամնացե քեզի։ Քեզ մեծ բարկությունն է, իսկ բարկացող մարդը շատ սխալեր է գործում։ Եղբայրներ քույր։ Հետաբար ստեղծված ինչ որ մեկը որոշեց, որ ինքը Աստված է։ Նորից պիտի դիմենք Աստծո խոսքին, Եզեկիել 6-ից 9 համարները։ Քեզ գուբը պիտի չեսնեն ծովը մեջտեղ վիրավորների մահով պիտի մեռնես։ Միթե քեզ սպանողների առջև պիտի կրնաս էլ թե ես Աստվածն եմ, կարողանալու ես ասել։ Դուն քեզ մերցնողների ձեռքի մեջ մարդ պիտի լաս ու ոչ թե Աստված։ Օտարների ձեռքով անթլպատների մահով պիտի մեռնես, քանզի ես խոսեցա։ Ով է ասում Տեր Եհովա Աստվածը, զոր Աստվածը, եղբայրներ քույրեր։ Ուրեմն կարդացված համարներում Եսայի 14:12-ում Արուսակը, որը դարձավ Սատանա, ներկայացնում է իրեն ծածկող քերովբեն։ Եղբայրներ քույրեր, հիմա ինչ անվանենք այս կատարվածը։ Այս ամեն կատարը ոնց ինչ անվանենք։ Փորձենք Աստծո խոսքին դիմել։ Առակաց և 12-րդ գլուխ։ Տեսնենք ինչ ասում մեզ Աստծո խոսքը։ 12-ը։ Երեք համանը։ Խոհե մարդը իր գիծածը կծածկի։ Բայց հիմարներուն սիրտը հիմարությունը կհրատարակի։ Իր սրտի մեջ ինչքան հիմարություն կա, սա կարտահայտի կբարձրացնեն եւ այլն։ 13-21-ը կարդանք։ Արդարին շրթունքները շատերուն առաջնորդություն կանեն, բայց հիմարները խելքի պակասությունն կմեռեն։ Ինչ կարդացի, կահայսա կմեռնես, քու սպանողների առաջ պետք է կրնաս լես Աստվածը, երբեք ու երբեք։ 14-15-ը կարդանք։ Միամիտ մարդը ամեն խոսքի կհավատա, երեխաների պես, ինչ ասես հավատում են։ Բայց խելացին իր քայլերը կքննե, անեմ ես քայլը թե չանեմ։ Իմաստունը կվախնա, չարությունից կփախչի, որտեղ իմաստուն է։ Բայց անմիտը կհպարտանա, անձնապաստան կլի, ես ես եմ, ես եմ, ես Աստված եմ և այլն։ Շուտ բարկացողը հիմարություն կանե։ Սա է այդ մարդու վիճակը։ Ինչպես տեսանք այդ մեկ հիմարության պատճառը, ինչ փորձանքի մեջ հայտնվեց ամբողջ տիեզերքը եղբայրներ քույրեր, ներառյալ երկիր մոլորակը, ամբողջ մարդկությունը տեսնենք այդ ամենի հետևանքը։ Աստված խոսում է, տեսեք ինչ ասում, Ծննդոց 3-րդ գլուխ, 14-19 համարները։ Տեր Աստված օձի նսա, օձը ներկայացնում է Սատանան, որ օձի կերպարանքով եկավ ու խաբեց Ադամին ու Եվային։ Տեր Աստված օձի նսավ, այս ընելուտ համար բոլոր անասունների դաշտի բոլոր գազանը անիծյալ ըլնաս, աներկի տակ դրեց Սատանային։ Փորիդ վրա քայլես բոլոր օրերիդ մեջ հողուտես, քու և կնոջ միջև, մեջտեղ, քու սերունդույթ անոր սերունդի միջև թշնամություն պիտի դնեմ, կնոջ սերունդը, դա Հիսուս Քրիստն է։ Անկու գլուխդ պիտի ջաղջակ, դու անոր գարշաբարը պիտի խայթես։
խաչի վրա Տեր Հիսուս իր արյունը թափելով ջախջախեց սատանի գլուխը։ Մեռավ գերեզմանները, երրորդ օրը փառքով հարություն առավ։ Եվ սավ կանոչը քու հղիությանդ ցավերը խիստ պիտի շատցնեմ, ցավով զավակ պիտի ծնես, երկանը հնազանդ Ալլաս եւ անիկա քու վրա իշխե։ Ադամին ասավ, որովհետև դուն քու կնոջ խոսքը մտիկ էր, այսինքն լսեցիր, այն ծառեն կերար, որուն համար պատվիրել է քեզ, շուտես անքե երկիրը քու պատճառով անիծալ Ալլահ։ Կյանքիդ բոլոր օրերուն մեջ նեղությունով ուտես անկե։ Եվ փուշ ծատած բուսնե քեզ, դաշտի խոտ ուտես, երեսիդ քրտիկով ուտես, կուհացդ մինչև գետինը դառնաս, ուր կե առնվեցար, ասաց հողից վերցնեց, ասաց հողին պիտի դառնաս, պատիժը ասացո սատանային և մարդուն։ Բայց Աստված ամենագետն Աստված լինելով, ամենակարող լինելով, ի սկզբանե պատրաստել էր մարդու փրկության միջոց, որտեղ մարդուն ստեղծած իր կերպարանքով, իր նմանությամբ եւ իր հոգին դրեց մարդու մեջ։ Երբեք Աստված չի անի իր հոգին դժոխ քրգի։ Հետևաբար Ռոմեացիս 5-րդ գլխից կարդանել մեզ 12 համարը։ Տեսեք ինչ է գրված։ Վասնզի ինչպես մարդեմը մեղքը աշխարհ մտավ Ադամի միջոցով եւ մեղքից այնպես բոլոր մարդկանց վրա տարածվեցավ մահը, քանզի ամենքը մեղանչեցին, եղբայրներ քույրեր, այսօր երեխեքը ծնվում են մեղավոր։ Բայց Հիսուսի միջոցով բոլորը կփրկեն, եթե հավատան Հիսուսի արած գործին, եղբայրներ քույրեր։ Ուրեմն, ինչպես տեսանք մեկ մարդու Ադամի պատճառով, մեղք աշխարհ մտավ, մեղքի պատճառով մահը։ Բոլորը մեռնում, մահվանից փախուստ չկա։ Այսինքն սատանայի կատարած մեղքի պատճառով, որը կատարվեց բուն երրորդ երկնքում աստվածականում, դրա հետևից ինչ է։ Ադամական մեղքը այս դեպքում արդեն երկրի վրա։ Ուստի Եվայի և Ադամի միջոցը հետևանքան պարտեզում երկրի վրա ոչ միայն մեղքը աշխարհ եկավ, այլև նաև մահը։ Բայց Աստված իր կերպարանքով նմանությամբ ստեղծված մարդուն չթողեց մահվան մեջ։ Ինչ արեց։ Գրված է, երբ ժամանակը լեցվեցավ, հասավ։ Աստված իր միածին որդին ղրգեց, այսինքն այն հավիտենական լոգոսը Սուրբ երրորդության երկրորդ անձնան, որ ներկայացնում է Հիսուս Քրիստոս, աշխարհ եկավ ծննդյան միջոցով, որպեսզի մեր փրկagorության գործը կատարի ու ամբողջացնի։ Մեզ մնում է մինակ հավատալ։ Ուստի մեջտեղ է գալիս հարցերի հարցը, արդյոք ամենագետ ու ամենահզոր Աստված ստեղծեց, որ երկինքն ու երկիրը ստեղծեց, կարող էր ստեղծել սատանա։ Աստված սեր է, իր բնությունը սեր է ամբողջությամբ, ինքը իր կյանքը դրեց մարդու համար։ Կարող էր ստեղծել սատանա, որը դարձավ մի մեծ փորձանքավոր տեզերքում, հակառակորդ Աստծո եւ Աստծո կերպարանքով ստեղծված մարդու նկատմամբ։ Ինչպես տեսանք, այդ անձնավորությունը դարձավ սատանա։ Ես երկու համարել պիտի կարդամ Եզեկիելի մարգարեությունից, որտեղ շատ կարևոր են այս համարները։ Տեսեք, 11-16-ը։ Տասնվեցից կորտանք։ Քու առուտուրից շատությանը մեջ բռնությամբ լեցվեցար ու մեղ գործեցիր։ Ես ալ քեզ ասո լեռնեն իբրև պիղծ վարնեցի քեզ, ով ծածկող քերով
հրեղեն քարերու մեջ են բնաջինջ արեցիք են։ Քու գեղեցկության համար սիրտդ հպարտացավ։ Քու վայելչությունդ պատճառով վայելչության, քու իմաստությունդ ապականդ։ Ես էլ գետինը նետեցի քեզ թագավորներին առջև ազդարարության համար։ Սա է։ Ուրեմն ինչ էր այս ազնվորությամբ արածը եղբայրներ քույրեր։ Եթե ոչ կատարյալ ստոր քայլ, Աստծո նկատմամբ հիմարություն։ Հիմա որ մի խելք ունեցող մարդը մեկը որ այդպիսի դիրք ուներ, Աստծո թագավորության մեջ կառավար չէր, Աստծո դրախտի մեջ ուներ այսպիսի իմաստություն եւ գեղեցկություն։ Կգնար այսպիսի ստոր անպատասխանատու քայլի։ Պարզվում է այո կետար։ Ես պիտի կարդամ Եզեկիել եւ 28:4-ը։ Քու իմաստությունը ու հանճարոտ քեզի հարստություն ստացար ու գանձերիդ մեջ ոսկի արծաթ հավաքեցիր։ Այս մարդը սկսավ հարստություն դիզել ու մինչև այսօր ամբողջ աշխարհի հարստությունը ինքը դիզում է։ Ինքը գերբնական անձնավորություն է եղբայրներ քույրեր սատանա կոչված է։ Գերբնական անձնավորություն, կենդանի ապրող մեկը եւ թշնամի Աստծո հակառակորդ Հիսուսին ու մարդ արարածին։ Ուրեմն ինչպես ասենք Աստված սատանա չստեղծեց, երբեք չի ստեղծել։ Հապա այդ քերոպեն ուղակի դարձավ սատանա, քանի որ Աստված թե հրեշտակներին, թե մարդուն շնորհեց ազատ կամք եղբայրներ քույրեր։ Հենց իրենց կամքով էլ որոշում կայացրեց սատանան, թե Աստվածը։ Ինքը որոշեց, ինքը հրատարակեց, թե ես Աստված եմ։ Ինչպես նաև Ադամը եւ Եվան որոշեցին, որ աստվածների պես պիտի լինեն։ Ես կարդամ ձեր համար։ 3-րդ գլուխ Ծննդոց եւ 4-ից 5 համարներն է։ Օծը կնաշտսա, ոչ թե անշուշտ պիտի մեռնեք, քանզի Աստված գիտե, թե այն օրը, որ անկե ուտեք, աչքերնիդ պիտի բացվեն ու աստվածներու պես պիտի լաք, չարն ու բարին գիտնալով։ Ուրեմն աչքի ցանկություն Ադամի Եվայի մեջ, որ աստվածները պես պիտի լիք, ու մեղքի մեջ ընկան, կերան այդ վտուղը, ու մեռան, մարմնավորապես ապրեցին 930 տարի, բայց հոգեպես մեռան Աստծո առջև։ Ուրեմն ինչպես ասած սատանա ոչ թե մարդը մեղքի տակ, սատանը եւ թե մարդը մեղքի տակ կգան իրենց իսկ կամքով, իրանք որոշեցին, իրանք արեցին։ Հետևաբար ըստ Աստծո խոսքի Աստծո բոլոր ստեղծվածը բարի է։ Բարի է։ Ծննդոց առաջի գլուխ 31 համարը, տեսնենք ինչ է գրված։ Էսը։ Եվ Աստված իր բոլոր արածը տեսավ, շատ բարի էր։ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Տեսավ, որ շատ բարի է։ Քսանութի 14-ը Եզեկիել չեն կարդում։ Դուն տարածված ծածկող քերովպեն էիր, ու ես քեզ դերի, դու Աստծո սուրբ լեռանը վրա էիր, դու հրեղեն քարերու մեջտեղը կպտտեիր, դուն ճամփաներուդ մեջ կատարյալ էիր, քու ստեղծված օրից մինչև այն օրը, երբ քու վրատ անօրենություն գտնվեց։ Աստված ինքը ասեց գնա մեղ գործի քավ լիցի։ Ուրեմն Արուսյակ ուղակի դարձավ սատանա։ Եվ մարդը դարձավ մեղավոր մեղքի տակ ծախված։ Եղբայրներ քույրեր։ Ամենակալ արիչ Աստված այս ամենը, որ սատանան ուղակի փչացեց, ավիրեց, փչացեց, ապականեց իր հիմարության պատճառով։ Ասած այս ամեն բաները
կարգի դրեց եւ վերականգնեց մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով, Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Հիսուս Քրիստոս մինչև իր աշխարհ գալը մեր Տերը, մեր Փրկիչը, մեր Աստված։ Ինքը միայն Աստված էր, բացարձակ Աստված, որի համար գրված է սքանչելի, խորհրդակից հզոր Աստված, հավիտենականության հայր, խաղաղության իշխան, ահա Հիսուսը։ Ինքը մինչև աշխարհ գալը միայն բացարձակ Աստված էր, հզոր Եհովան։ Աշխարհ գալուց հետո, որ ծնունդով աշխարհ եկավ, ինքը եկա որպես Հիսուս Քրիստոս։ Օծյալ Փրկիչ եկավ որպես պաշտոնյա մեր փրկության գործը կատարելու։ Մեր Տերը մեր համար զոհություն արեց, իր կյանքը դրեց։ Բայց պայման կա, ով որ հավատա, նա պիտի դառնա Աստծո որդի եւ պիտի փրկվի։ Հիմա մենք որպես մարդ պիտի հավատանք ու վստահենք ում Աստծո, թե ինչ-որ ստախոս խաբեբայի, Աստված եղբայրներ քույրեր, մեր մեջ կամք ա դրե։ Ուղղակի կամք, որով էլ մենք որոշում պիտի կայացնենք։ Հավատանք վստահենք ում Աստծո, որը երկինք ու երկիր ստեղծեց, որը արդար ա, սքանչելի ա։ Դե մենք պետք է ընկնենք այդ սատանայի խելքին, ընկնենք իր հետևից։ Վերջում հայտնվենք դժոխքում։ Մեծատունը, երբ որ աշկերը բացեց, ինքը հեշտ չէր ուզի որ այնտեղ գալներ, որտեղ գրված է։ Ինքը աղաղակեց ու ասեց. հայրը Աբրահամ ղրգի մեկին, թո ջուր բերի մատով թաթղի, շրթունքներս գոնե զովացնեմ։ Կրակների մեջ այրվում եմ, ասեց։ Հետո 5 աղբեր ունեմ երկրի վրա, գոնե թո դա ասի, որ ստեղ չգան։ Մարդը տառապում էր, ցավ էր քաշում, որտեղ մարդը մեռնելով իր անձը եւ հոգին տեսնում է, լսում է, խոսում է, ցավ ազգում եւ այլն։ Մարմինն է մեռնում, ոչ թե ինքը։ Հոգին ու անձը հավիտյանս կենթանի են։ Ինչ ասեց Աբրահամ։ Աբրահամ ասեց. Աստծո խոսքը կա եւ մարգարեությունները թող կարդան։ Կարդալով կփրկվեն։ Եթե մեկը ստեից հարություն առնի, էթա մեկը չեն հավատալու։ Եղբայրներ, քույրեր, մենք պետք է որոշենք, դուք պետք է որոշեք։ Ումը պետք է հետևենք Հիսուսին, որ իր կյանքը դրեց մեզ համար։ Թե սատանա կոչեց ելի խաբեբասերի կաննավորը, որ ամբողջ աշխարհի մարդկությանը խաբելով իր դեպից տամա դժոխ։ Ինքը գիտի իր այդ հալիկ տեղը։ Եղբայրներ, քույրեր, Աստված ձեզ իմաստություն տա։ Բոլորիս է իմաստություն տա, խելք ա տղա։ Մենք մեր խելքը պետք է աշխատացնենք, մեր իմաստությունը պետք է աշխատացնենք եւ որոշում կայացնենք։ Ուզում ենք մեռնել, բոլորս պետք է մեռնենք, բայց ամենախնդիրը այն է, որ մահից հետո մարդը չի ոչնչանում։ Երկու տեղ կա այդօր, կամ դրախ կամ դժոխք։ Դու պետք է որոշես ուր պետք է եթաս։ Դրախ պետք է եթաս Աստծո ներկայության մեջ հավիտյանս հավիտյանից ուրախության, հանգստության մեջ բնակվելու ապրելու, թե դա դժոխք կրակներից սաղուլի տառապես։ Եվ դի մի օր չի, 10 օր չի, 10 տարի չի, 10,000 տարի չի, միլիոն տարի հավիտյանս հավիտյանից չարչարանքի վայր է։ Ուստի մեր հորդորն է, եղբայրներ, քույրեր։ Այդ սատանա կոչեցյալը խաբեց մարդուն։ Ինքն էլ խաբնված է այսօր։ Շատ կուզեր որ չաներ այդ բանը, բայց արդեն եղածը եղել է եւ իրան փրկություն չունի։ Ինքը դրա համար աշխատում է, ինչքան կարա շատ մարդ անի իր հետևից։ Այդ է իր սարդահավությունը։ Եղբայրներ, քույրեր, Աստված մեր առջև դրեց կյանքը եւ մահը։ Կյանքը Քրիստոսը, մահվան մեջտեղ բերող սատանան ինքն է։ Եվ ասում է, կյանքը ընտրի, որպեսզի ապրես։ Որոշողը դու ես, եղբայրս, քույրս, որոշիր եւ դու Հիսուսի ընտրի կապրես, հավիտյանս հավիտենից, Տիրոջ հետ, հավիտյանս հավիտենից բուն երկնքում։ Աստված օրհնի բոլորիդ եւ իր խոսքը ամեն